ժողովուրդ։ Պարոն Սուքերյան, դուք էլ միացել Մենք անում ենք ինչ-որ մի բան մեր երկրի համար, թե ուրիշների համար։ Այ որ պայից որի հասկանանք, իմանանք ինչը կա։ Ուրեմն ես էլ ձեզ մի բան ասեմ, ո՞նց է ձեր անունը։ Մերի ջան, ես բոլորին ճանաչում եմ։ Կոշիկ չունեցած վախտմանից մինչև միլիարդատեր դառած։ Բոլորին, այտենց մարդ չկա չճանաչեմ։ Թե Հայաստանի Հանրապետության բնակիչ, թե դրսի, որը հայկական ծագում է։ Փաշինյանենց եք ճանաչում, իրենք էլ, եթե հիշեք ինչպես Ես ձեզ էլ եմ ճանաչում, երբ որ դուք սկսեցիք լրագրող դառնալ։ Ես պարոն Սուքերյան։ Դուք լավ գիտեք, որ ձեզ էլ եմ ճանաչում ու ես լավ գիտեմ լրագրողական հանրությունը ոնց է Հայաստանի Հանրապետությունում ապրել, աշխատել, ինչ հարաբերություններ ունեցել։ Իսկ գործարարները ոնց են ապրել, Գործարարները աշխատել են այնպես, ոնց որ լրագրողները։ Դուք Սերժ Սարգսյանի հետ էլ վատ չէիք, հա։ Լսեք, բոլոր չհասկացա Սերժ Սարգսյանը ինչ է նշանակում վատ չէի։ Ինչի ձեր բիզնեսները բացելու Լսի, Սերժ Սարգսյանը վարձու աշխատող ա եղել, եթե միջը հիմա դուք լրագրող եք, այդ չեք հասկանում, որ էսի լսի այն գերուի, էսի Սերժ Սարգսյանի երկիրը չէր, որ որոշել, դրա համար էլ պատժվելու է, ես եմ քեզ ասում։ Իսկ Փաշինյանը, սա Փաշինյանն էլ է, չէ՞ վարձու աշխատող։ Սխալանից Փաշինյանն էլ է պատժվելու, ես էլ անեմ, ես էլ։ Իսկ դուք ինչու եք միացել եկեղեցին քանդել։ Լավ եմ արել միացել եմ, դու ով ես, որ ինձ հարցնես ինչու ես միացել։ Քեզ ով այդ իրավունքը տվել։ Ինձ այդ իրավունքը տվել են։ Ոչ, գալատ են արել որ տվել է։ Հիմա քեզ ինչ ես լրագրող աշխատում։ Ով է քեզ թույլ տվել լրագրող աշխատես։ Պարոն Սուքերյան, դուք արդեն անլուրջ եք, անլուրջ հայտարարություններ եք անում, պարոն Սուքերյան։ Անլուրջը դուք եք, ձեր ամբողջ Գալաթանում չի սիրում, գնացեք հեռու։ Հեռու գնացեք։ Պարոն Սուքերյան, ինչու եք միացել եկեղեցին քանդելու։ Լավ եմ արել միացել եմ։ Դուք ով եք, որ ես պետքա ձեզ ասեմ ինչու եմ միացել, չեմ ուզում ասել։ Լավ եմ արել, ասում եմ։ Ինչ որ դրա համար մոտիվացիա ունեք։ Ես ուզում եմ Հայաստանի Հանրապետությունում եկեղեցականները լինեն այնպիսին, ինչպիսին զարգացած երկրներում են, կարգ լինի, կանոն լինի, բարձր աշխատավարձ ունենան, բարձր եկամուտներ։ Ինչպիսին Կճոյանը։ Լսի, ոչ ինչպիսին, որ դուք եք լրագրող։ Դուք ինձ հանգիստ թողեք, դուք այն մարդկանց մասին մտածեք ու միացել եք, ովքեր ստորագրել են։ Ես կարող եմ ձեզ մի բան ասել։ Ես ձեր մասին եմ մտածում, որտեղ ես կարծում եմ, որ ձեր մասին պետք է մտածեմ, որտեղ դուք բավականին շատ վնաս եք տալի մեր երկրին։ Ես եմ վնաս տալիս։ Դուք, այո, իսկ լրագրողական ինստիտուտը շատ է օգնում Հայաստանին։ Ներողություն եմ խնդրում։ Ադրբեջանական բենզին բերողները ու մեր հանրությանը ադրբեջանական բենզինին սովորեցնողները վնաս չեն տալիս։ Բենզինին սովորեցնողները ադրբեջանական։ Եթե դուք կուսակցական եք։ Ես կուսակցական չեմ։ Եթե կուսակցական չեք, նոր ես հայերեն բացատրեք, նշանակում է դուք պրովոկատոր եք, խաբեբա եք, ստախոս եք։ Ադրբեջանական բենզին բերել եք։ Իսկ նորմալ է սրանից փող ես վեկալում, որ գնաս պրովոկացիա անես։ Ոչ, ես չեմ վերցնում։ Դուք Ադրբեջանից եք վերցնում եւ դա արդեն բացահայտ է։ Ադրբեջանի հետ բացահայտ։ Դուք ադրբեջանական բենզինով բերել եք, մեր ժողովրդին դարձնում եք իրենց հերոսներին ուրացող։ Իսկ կարող եմ մի բան ասել, դուք անգերագետ, դուք գնացեք կրթվեք։ Շատ լավ, կարևորը դուք Աննա Հակոբյանի մոտ կրթվեք, պարոն Սուքերյան։ Ձեզ էլ ատեստացիա պետք։ Ուրեմն վերջ պետք է տակ, մի րոպե։ Դուք վերջ եք տալու այդ լրագրողական էս զիբիլը կախել եք վստիցը։ Նրանք ովքեր ադրբեջանական բենզինին են սովորացնում, մեր հանրության մեջ տեղ չունեն։ Դու էլ ադրբեջանական շորերը զակել։ Ես երբեք չեմ այլ։ Ահա Խաչատուր Սուքերյանի պաշտպանողները, ահա